Մարզուն Ղարսլյան։ Կպատմեք ձեր գյուղի մասին, ընդունված ավանդույթների մասին, ձեր գյուղը բավականին ավանդույթներով գյուղ է։ Ինչ պատմեմ մեր գյուղի մասին, մենք լավ լեռնային գոտի ենք, բարձր ծովի մակարդակից 2200-300 մետր բարձրության վրա, խստացում ձմեռ է, դժվար է պայմանները, գյուղը զբաղվում է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ։ Գեղացի են, ասենք, մեծամասնությունը դուրս են գնում արտակարգ գործերի, Ռուսաստան, մյուսներն էլ ստեղ տեղում են։ Դե այստեղ խստաշուն ձմեռներով նոյեմբերի, եթե հոկտեմբերին չէ, ուրեմն նոյեմբերի 15-20-ից մինչև ապրիլավերջ։ Պես ձմեռ է, ցուրտ է։ Երևում էլ է, հաստացի 2 օրվա ընթացքում համարյա 1,5 մետր 70-80 սանտի ձոն է եկավ։ Ձեր գյուղը նաև սահմանամերձ Անպայման, սահմանա Վրաստանին հայում է 2 կիլոմետր ընկում դեպի հյուսիս-արևմուտք, բանն է, Վրաստանի սահմանն է, սահմանակից ենք, այն ինչ-որ մեր տամոջնին են, այնուհետև իրանցն է, ասենք, հենց կողք են, սահմանակից ենք, Վրաստանի, Բաղդանովկայի սահմանակից ենք։ Որպես սահմանին ապրող մարդ, որևէ արտոնություն, որևէ այսպես հատուկ վերաբերմունք տեսնում եք։ Չէ, ոչ մի բան, ավելի վատ։ Նախկինում եթե կար հին տամոջնին, ինչ որ կար, ասենք, թեթևարգի, ասենք, արտոնություն, հիմա նոր տամոջնուն հետ ոչ մի բան չկան, ինչ որ լեննագանցին, ինչ որ երևանցին, ինչ որ, ասենք, բան Ղուգասյանցին, Աշոտսկին, այնպես էլ բավրեցին, հետ ոչ մի տարբերություն, նույնն է, ինչ տարբերություն։ Դե, ասենք, դոկումենտները նորմալ է եղանի, պասպորտ, որ անցուդարձ է եղանի։ Ոչ մի այդպես արդարոց բան, չէ։ Տարբերություն չկան, ինչ տարբերություն։ Ես նկատի ունեմ պետության կողմից արտոնություն, Չէ, ոչ մի վարկերի զեղչվում։ Չէ, այդպեսի բան չկան է, ոչ մի վարկերի զեղչում, ոչ մի բան, չէ, այդպես բան չկան է։ Ինչով եք զբաղվում։ Անասնապահությամբ, ինչով։ Ամեն տունը ասենք 5-10 հատ, 15 հատ, 20 հատ ապրանք ունեն, դոնց ավել, ուրիշ ոչ մի բան։ Մանավանդ ձմեռը մեկ անասնապահությամբ, ուրիշ ոչ մի բան, ասենք։ Այ գարուն, ասենք, ցանց են ենամ, վար են ենամ, ամառ աշուն արդեն աշտանկում, դե գարի է, ցորեն է, կարտոլ է, ասենք, եղածածը հավաքում են։ Ձմեռը մենակ անասնապահությամբ, ուրիշ ոչ մի բան։ Իսկ այս տարի ձեռնտու է ձեզ համար զբաղվել անասնապահությամբ։ Դե ինչ ենք, եթե որ ապրում ենք այստեղ, ուրեմն դե զբաղվենք ինչ որ մի բանով, էլի։ Ասենք այն սովետ երկրի վաղ էր, ասենք, եղներ գործարաններ, բան, ժողովուրդը աշխատեին, բանեն։ Հիմա ժայռությունը աշխատում է, հա, ասենք, սահմանապահ զորքերում է աշխատում, կոնտրակտնիկ։ Իսկ մնացածը տունը տան գործերով էլ անասնապահությամբ, ուրիշ ոչ մի բան։ Այսպիսի խոսակցություններ կան ձեր գյուղում, հարց չեն գալիս։ Չի, շատ լավ է գալիս է։ Տղաներն են շատ ձեր գյուղում։ Հա, ունենք, ջահելություն ունենք, չէ, ինչի։ Եթե որ նոր ուզում է սրդե ամուսնանա, այդպես բան չկան, ինչի չեն ուզում։ Տարբեր տեղից էլ ունենք։ Ինչի Լենա այս վերջի տարիները Լեննագանից ահագին հարցեր ունենք։ Գյուղից, կողքի գյուղերից, չէ, հա, եթե որ ուզում են, չէ, եթե մարդ մտքին տեղ է դնում, որ ասենք ամուսնանա, չէ, այդպես բան չկան, ինչ եղել։ Գյուղը նորմալ գյուղ, ժողովուրդը նորմալ ժողովուրդ, աշխատող, արարող, իրանց համար, եսեմ, ձգտող ժողովուրդ են, էլի։ Ինչ խնդիրներ ունի ձեր գյուղը։ Խնդիրներ, հողի, ասենք, խնդիր կա, ջրահեռացման, ասենք, կանալիզացիա բանը էլ է, այդպես։ Ճանապարհների Չէ, ճանապարհները լավ են, ճանապարհները վերջի տարիները շատ լավ են։ Ասֆալտապատում բանը շատ լավ են, չէ, ասենք այն առաջվա պես չէ, որ քանդածեղներ, բաներն չէ, լավ է, վերջի տարիներին 4-5 տարի էլ ոչինչ լավ է։ Քաղաքի հետ կապը պահում է։ Անպայման, հա, ժողովուրդը
Դե առաջ ասենք ավտոբուս էր աշխատում, գազել, մազել։ Հիմա յուրաքանչյուր իրանց տեխնիկաներով կապը պաշտպանում են, ոնց Լեննագանի հետ պարտադիր պաշտպանում են։ Բայց ավելի շատ երևի Վրաստանի հետ։ Չէ, հիմա այն կողմը ասենք դե մեկ չմոր խիստ է անցուդարձը, ապրանք ներբերելուց էլ ասենք հարց ու փորձ դժվարություններ կա էլ ասենք։ Առաջ ուրիշ էր, այն հին տամոշների վաղտը ուրիշ էր։ Հիմա ասենք դե ամեն մարդ 4-5 կիլո, 3 կիլո նայած թե ինչ պիտի բերես էլի։ Հիմա դժվար է, բայց չէ, առհասարակ կապը Լեննագանի հետ, Ղուգասյանի, Աշոտսկի հետ, շատը Լեննագանի է մեր Գյումրվա հետ։ Ձեր գյուղից արտագաղթողները շատ են։ Չէ։ Ախ, այնպես երևի մեր 3-4 տուն է որ ասենք գնացել են, դոնք էլ Լեննագան են գնա տեղափոխվել։ Այդպես Ռուսաստաններ բան չէ։ Ջահելները ասենք որոնք որ գործի բերումով բանով, ասենք տեղափոխվել են Լեննագան, պայմանները լավ է, տուն են առել, բան են ներել, թե վարձով են մնում, բան, բայց դուրսը չէ, դուրս շատ մեր 3-4 ընտանիք է ստացած եղն են, մյուսները չէ, այստեղ են։ Ու նաև ձեր գյուղի այն անխախտելի ավանդույթներից մեկը այն է, որ պարտադիր ձեր երեխաները բարձրագույն կրթություն պետք է ստանան։ Պարտադիր, էդիկ Սովետ միության ժամանակ հիմա էլ ասենք, հիմա էլ ջահելությունը ված չէ, ասենք, ավարտողները, ասենք, 5-6 հոգի, 10 հոգի որ ավարտում են, երևի 7-8 հոգին բարձրագույն կրթություն են ստանում, թե Գյումրում, թե Երևանում, թե Վանաձորում, մեծամասնությամբ Գյումրի է, ասենք, այդ բանը ինստիտուտը էլ հետ։ Երևանում շատ քիչ էր, ասենք, ստացողներ եղնում են, բայց դե մեծամասնությամբ Գյումրի է։ Լավ ուսանողներ ունենք, լավ աշակերտներ ունենք, լավ։ Դե սովետ ժամանակը ճիշտ է, ասենք, մարդիկ 5-6 հոգի եղել են որ 7 հոգի երևի, Լոմոնոսովի համալսարան են ավարտել, աշխատել։ Հիմա չէ, Ռուսաստանում սովորողներ չունենք։ Այստեղ ինչ որ կա, Հայաստանում է Երևան, Լեննագան, մեծամասնությամբ Լեննագան են։